Բարի երեկո սիրելի եկեղեցի, եկեք Հայր մեր աղոթքով սկսենք այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, կա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքումն, այնպես էլ երկրի վրա, մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության մեջ, այլ ազատիր մեզ չարիցը, որովհետև քոնն է, թագավորությունը եւ զորությունը եւ փառքը հավիտյանս, ամեն։ Հալելույա, հալելույա, փառք մեր Աստծուն, այո արժան է ինքը։ Սիրելիներս, այստեղ ունենք կարիքներ գրված, եկեք բերենք մեր Տիրոջ առաջը, մեր ամենակարող Աստծո առաջը, որ ինքը այս կարիքներին լուծում տա, ամեն։ Սիրելի Հայր, քո առաջ են գալիս Տեր, օրհնում ենք Տեր իմ Սուրբ Աստված քո սուրբ ու զորավոր անունը, խնդրում ենք ամենակարող Աստված, որ դու նայես ու պատասխանես Տեր, մենք չգիտենք ինչ կա այստեղ գրված Տեր, բայց գիտենք, որ դու գիտես Տեր, գիտենք, որ դու ամեն բան գիտես Տեր իմ Սուրբ Աստված, դու կարդում ես մարդու թե ձեռքի գրածը, թե սրտի գրվածքը Տեր իմ Սուրբ Աստված, դու Տեր իմ Սուրբ Աստված, ամեն մեկիս խնդիրն ու պրոբլեմը գիտես Տեր իմ Սուրբ Աստված, խնդրում ենք ամենակարող Աստված, որ դու Տեր հպվես այստեղ Տեր, հպվես այս կարիքներին, հպվես այստեղ գտնվող յուրաքանչյուր մեկին Տեր իմ Սուրբ Աստված, ով որ իր կարիքով եկել է այստեղ Տեր, խնդրում ենք ամենակարող Աստված, որ դու բերես առողջություն, խնդրում ենք ամենակարող Աստված, որ դու Տեր իմ Սուրբ Աստված, այն հանգույցը, որ կա, որ չի քանդվում տարիներով ի վեր Տեր, խնդրում ենք, որ դու պատասխանը իջացնես Տեր, որ քո կրակը իջացնես Տեր իմ Սուրբ Աստված, այրես բոլոր խնդիրները Տեր, ու քո սուրբ լուծումը բերես ամենակարող Աստված, կլինի առողջություն, կլինի աղքատություն Տեր իմ Սուրբ Աստված, կլինի չգիտեմ ինչ կլինի անեց ամենակարող Աստված, մենք օրհնություն ենք խոսում քո Տիրոջը, քո անվանը Տեր իմ Սուրբ Աստված, ու սպասում ենք մեր Տիրոջից օրհնության խոսքեր Տեր, Հիսուս Քրիստոսի անունով, թող որ փառավորվի քո սուրբ ու զորավոր անունը Հայր, Տեր իմ Սուրբ Աստված, քո առաջ ենք բերում Տեր մեր Հայաստան աշխարհը, խնդրում ենք ամենակարող Աստված, այն երկիրը, որ դու ստեղծել ես Տեր իմ Սուրբ Աստված, այն երկիրը, որ դու ստեղծել ես ու տվել ես մեզ Տեր իմ Սուրբ Աստված, իբրև ժառանգություն, խնդրում ենք ամենակարող Աստված, որ դու պահես ու պաշտպանես Տեր, որ քո զորավոր ձեռքը հպի այդ երկրին Տեր իմ Սուրբ Աստված, որ դու սահմանները պահես ու պաշտպանես, որ կանգնած զինվորներին քո ձեռքի տակ հավաքես ու պահես Տեր, խնդրում ենք ամենակարող Աստված, որ գա Տեր քո արքայությունը այդ երկրի վրա ու լինի քո կամքը այդ երկրի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, թող որ յուրաքանչյուր մեկը օրհնված լինի քեզանով Տեր, ով կմտնի այդ երկիրը Տեր, թող որ օրհնության երկիր դառնա Տեր Հիսուս Քրիստոսի անունով, թող որ մտնողը քեզ ճաշակի Տեր, թող բոլոր ծնկերը ծալվեն քո առաջին Տեր, թող դու լինես բոլորի Տերն ու Փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսի անունով, օրհնում ենք քո սուրբ ու զորավոր անուն ամենակարող Աստված, գոհանում ենք քեզանից Տեր այդ երկրի համար, գոհանում ենք Տեր իմ Սուրբ Աստված, որ դու մեզ տվել ես այդ երկիրը, փառքը քեզ լինի Տեր, փառքերը քեզ լինի Հայր, Հիսուս Քրիստոսի անունով, գոհություն ենք հայտնում ամենակարող Աստված Ռուսաստան աշխարհի համար, շնորհակալ ենք Տեր, որ դու մեզ տնկել ես այստեղ Տեր, իբրև քո ծառաներ Տեր, իբրև պտուղ բերող ծառներ Տեր իմ Սուրբ Աստված, մենք քեզ փառք ենք տալիս, գոհանում ենք Տեր այս երկրի համար, գոհանում ենք այս դահլիճի համար, գոհանում ենք այս հնարավորության համար, գոհանում ենք Տեր, որ մենք արդեն 3 տարի է Տեր, քո հետ ենք այս եկեղեցով Տեր, դա քո փառքն է ամենակարող Աստված, շնորհակալ ենք Տեր, օրհնելով օրհնիր խնդրում ենք այս երկիրը Տեր, օրհնելով օրհնի այս ժողովուրդը ամենակարող Աստված, թող որ ծնկերը ծալվեն քո առաջին Տեր, թող դու բոլորի Աստվածը դառնաս Տեր իմ Սուրբ Աստված, բոլորի հայրը լինես Տեր Հիսուս Քրիստոսի անունով, խաղաղություն ենք խոսում ամենակարող Աստված, թող որ այստեղ խաղաղություն լինի, թող որ կռիվը կանգ առնի հենց հիմա Տեր, թող որ մահ չլինի Տեր, թող որ ծնունդներ լինեն, թող որ օրհնություններ լինի այս երկրի մեջ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ու այդ բոլորը մենք աղոթում ենք Հորը, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, փառքերը քեզ մեր Աստված, հալելույա, ամեն, ամեն, փառք մեր Տիրոջը, հալելույա, Hallelujah.
Տեր ինչ քաղցր է քո ներկայությունը Հիսուս։ Հայր շնորհակալ եմ քո փառահեղ ու սուրբ ներկայության համար Տեր։ Երկնային արկա քո առաջ եմ բերում քո հարց եկեղեցին, այստեղ գտնվող ամեն մարդու Տեր։ Հայր դու գիտես ամեն մեկիս, դու գիտես ամեն մեկիս կարիքները Տեր, դու Տեր իմ Աստված երիկամունքներ քննող Աստված ես Տեր։ Խնդրում եմ Սուրբ Հոգի, քո առաջնորդությունն ու հսկողությունը լինի իմ շուրթերի վրա Տեր։ Ես խնդրում եմ Սուրբ Հոգի, ամեն մարդու համար Տեր, ամեն այստեղ գտնվող մարդու համար Տեր, որ դու իրան օրնես, Տեր իմ Աստված առաջնորդես Տեր, այն մարդ ով ունի բժշկության կարիք Տեր բժշկես Տեր, ով ունի ազատագրման կարիք ազատագրես Տեր, Հիսուս Քրիստոսի անունով Տեր, քո առաջ եմ բերում Տեր իմ Աստված, քո հարց եկեղեցին Տեր, քո առաջ եմ բերում Տեր իմ Աստված, Կրասնոդար քաղաքը, այստեղ բնակվող ամեն մի ազգ, ամեն մի ժողովուրդ Տեր, եւ խնդրում եմ Տեր իմ Աստված, որ դու հասցնես քո բարի լուրը, քո ավետարանը Տեր, ամեն մեկիս միջոցով Տեր, որ ամեն մեկը Տեր փրկվի Տեր, որ ամեն մեկը Տեր իմ Աստված ընդունի քեզ որպես Տեր ու փրկիչ։ Հիսուս Քրիստոսի անունով ես խնդրում եմ Սուրբ Հոգի, քո առաջնորդությունն ու հսկողությունը լինի իմ շուրթերի վրա, որ ասեմ այն ինչը որ դու կկամենաս որ ասեմ եւ ինձանից ոչինչ չասեմ Տեր, թող կարենը մեռնի Տեր, Սուրբ Հոգին գործի Տեր, Հիսուս Քրիստոսի անունով Տեր։ Եվ ողջ եկեղեցին ասեց ամեն։ Հալելույա, փառք Հիսուսին սերներս, ինչ քաղցր Աստծո ներկայություն, ամեն։ Գիտես, մենակ Աստվածը արժանի ողջ փառքին, կարաս փառքը տաս Տիրոջը։ Մենակ ինքն արժանի ողջ փառքին, մենակ ինքն արժանի ողջ գոհությանը սիրելիս, դրա համար քեզ կխնդրեմ, արի իրար հետ երկրպագենք, ամեն։ Կերկրպագես իմ հետ, ամեն, հալելույա, ասա։ Միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, Արկերով ես մեծ արված, այլում ես առավորված, այլում ես Տեր փառավորված, Արկերով ես մեծ արված, այլում ես առավորված, այլում ես Տեր փառավորված, Արկերով ես մեծ արված, այլում ես փառավորված, այլում ես Տեր փառավորված, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, արկերով ես մեծ արված, այլում ես փառավորված, այլում ես Տեր փառավորված, արկերով ես մեծ արված, այլում ես փառավորված,
եկեղեցի երկրպագի Աստծուն, ամեն։ Քո երկրպագության մեջ Աստված փառավորվում է։ Երբ որ դու սրտով երկրպագում ես Աստծուն, Աստված փառավորվում է։ Ես ուզում եմ քեզ մի վկայություն պատմեմ։ Կար ժամանակ, որ ծանր իրավիճակով էի անցնում, ծանր խնդիրով։ Գիտես, նույնիսկ բերանս չէր բացվում, կարենայի աղոթեի։ Որ ասենց կանգնում էի աղոթելու, չէի կարող աղոթել։ Սուրբ Հոգու լեզուներով աղոթում էի, ճեղքեցի ու գիտես, եկավ այս երկրպագությունը, Տիրոջը երկրպագելը, ու հենց սկսեցի երկրպագել, գիտեք ինչ տեղ ունեցավ։ Աստված ինձ այդ տրտմությունից ազատագրեց, ելես։ Հիմա ուզում եմ այդ խոսքը վերցնես ու երկրպագես Աստծուն, թող Աստված ազատագրի քեզ։ Ես չգիտեմ քո ներսի ինչ ա կատարվում։ Միգուցե դու երկրպագես ու հենց այդ երկրպագությունը քեզ բժշկություն բերի։ Երկրպագես ու երկրպագությունը քեզ ազատագրում բերի, ամեն, որտեղ բերողը Տերն է, ամեն, քո սրտից է գալիս, էլիս։ Արի երկրպագենք իրար հետ։ Փայլում ես փառավորված, փայլում ես Տերի փառավորված։ Միայն քեզ բարձրացնում են փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում են փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, փառքերով ես մեծ արված, փայլում ես փառավորված, փայլում ես Տեր փառավորված, փառքերով ես մեծ արված, փայլում ես փառավորված, փայլում ես Տեր փառավորված։ Հալելույա Տեր ջան, փառքերով ես մեծարված Տեր ու փայլում ես փառավորված Տեր, ողջ փառքը Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, ամեն, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, եկեղեցի ծնունդդ շնորհավոր, հալելույա, ծնունդդ շնորհավոր, ծնունդդ շնորհավոր, փառք Հիսուսին, հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա, 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 ողջ փառքն ու ծափահարությունը մենակ Տիրոջ, ամեն, մենակ Աստված արժանի, ամեն օր սաղ փառքեր իրան տան, սաղ ծափահարություններ իրան տան, հալելույա, հալելույա, փառք Հիսուսին, ինչ քաղցր է մեր Աստծո ներկայությունը, ամեն, կարաս կողքինի չուրգաս ասես, ծնունդդ շնորհավոր ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, սիրելի համացանցով դիտողներ, այս տարիների ընթացքում, որ մեր հետ եք նայում եք, ուզում եմ ասեմ, շնորհավոր ձեր ծնունդը, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, շնորհակալություն փառաբանության թիմ ջան, այս սքանչելի, այս հիասքանչ ներկայության համար, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, փառք Հիսուսին, քաղցր ու Աստծո զորավոր ներկայություն կա այստեղ, հալելույա, մեկ որ Տեր իր ներկայությունով գրգում է քեզ, չես էլ ուզում ոչ մի բան խոսաս, ուղղակի ուզում ես գաս ու վայելես Տիրոջ սուրբ ներկայությունը, ամեն, փառք Հիսուսին, հալելույա, սիրելիս հիմա փառք ես Տեր ջան, մի խոսք կա, որով ուզում եմ կիսվեմ, Տերը դրել է սրտիս ու աղոթքի ծառայությանը, ես այս խոսքով մի քիչ կիսվեցի, աղոթքի ծառայությանը մի քիչ այս խոսքով խոսացի, գիտես, ուզում եմ ասեմ, որ Աստված հենց քո Աստվածն է, ամեն, ու այսօրվա խոսքը վերնագրել եմ մի մարդու Աստված,
մի մարդու Աստված։ Գիտես, շատ վաղուց էր, երբ որ Տիրոջը Տեր ու Փրկիչ չէի ընդունել, Հիսուսին Տեր ու Փրկիչ չէի ընդունել, բայց ինձ համարում էի քրիստոնյա, ու ես գիտեի, որ մենք ունենք պապական հավատք։ Ով ադենց մտածել։ Մենք ունենք պապական հավատք, մենք ավանդական եկեղեցի ենք, պապական հավատք ունենք, ու գիտես, ես հիշում եմ, երբ որ ես ապաշխարեցի ու Քրիստոսին ընդունեցի որպես Տեր ու Փրկիչ, ինձ իմ հարազատներից մեկը, այն շատ մոտիկ հարազատ, ինձ հարց տվեց, ասում է, օրինակ, մեր պապական հավատքի ինչը քո դուրը չեկավ։ Մեր պապական կրոնի, աստվածապաշտության ինչը դուրդ չեկավ։ Ու ես հարցնում եմ հենց իմ հարազատին, ու գիտեք, մի հատ հասարակ հարց եմ տալի, ասում եմ, մի բան եմ ուզում քեզի հարցնեմ, այդ որ ասում ես պապական, այդ պապականը քոնը դարելա թե չէ։ Ասենք պապականի ժառանգությունա փոխանցվել, հող ա եղել, հա, ասենք պապիտ վրա ա եղել, հետո անցել ա հորը, հետո եկել ա որդուն։ Ինչ ենք մենք հասկանում պապական հավատ կամ պապական կրոն ասելով։ Սելիս, բայց գիտես, ուզում եմ ասեմ, Աստված, սերունդների Աստված է, բայց Աստված մի մարդու Աստված է։ Ամեն, երբ որ Աստվածաշունչը կկարտա, ասենք այնտեղ Աստվածաշունչը հստակ ասում է, Ղևտացիներում ասում է, ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի Աստվածը։ Գիտես, որ նայես ով էր Աբրահամը, ով էր Իսահակը, ով էր Հակոբը, ուրեմն հերներ, տղեն ու թոռը։ Չի ասում, ես եմ Աբրահամի սերունդի Աստվածը, Աբրահամի ցեղի Աստվածը, Աբրահամի պապական Աստվածը, բայց Աստված շեշտում է, ես եմ Աբրահամի Աստվածը, ես եմ Իսահակի Աստվածը, ես եմ Հակոբի Աստվածը, ու ես գիտես շատ եմ ուզում, որ Աստված կանգնի ու ամեն մեկիս համար ասի, ես եմ քո Աստվածը։ Ես եմ քո Աստվածը, որ մոտդ հարց առաջանա, որ Աստվածն ես, Աստված կշեշտի, քո հոր Աստվածը, քո Աստվածը։ Ամեն, քո Աստվածը։ Գիտեք, երկար տարիներ է, ինչ ես ես խոսքի հիման վրա մտածում եմ, ու գիտես, շատ հետաքրքիր է, ու ուզում եմ հասկանամ մի կարևոր բան, մենք ասում ենք Աստված, մենք Աստծո խոսքը, Աստվածաշունչը, հա, Տիրոջ կամքը հռչակում ենք մեր ընտանիքի վրա, մեր ազգի վրա, մեր բարեկամության վրա, մեր ամբողջ ունեցվածքի վրա, մեր ամեն առօրյայի վրա, բայց գիտեք հետաքրքիր ինչն է։ Ես դենց է ոչ միտեղ չեմ տեսել, որ Աստված լինի ազգի Աստված։ Հիմա կասես ոնց, բա Աստված հրյաներին չէր առանձնացրել, հրյա ժողովրդին առանձնացրել էր, բայց գիտեք հետաքրքիր ինչն էր, հենց հրյա ժողովուրդն էլ Տիրոջ կամքը չանելու պատճառով կոդորվում էին։ Աստված մարդու Աստված է, Աստված սիրելիս ամբողջի Աստված չի, Աստված որոշման մարդու Աստված է։ Ամեն, Աստված որոշման մարդու Աստված է, ու երբ որ դու որոշում ես Տիրոջ հետ քայլել ու Տերը քեզի կանչում է ու ասում է, լսի, որոշի, հիմա կամ իմ հետ ես քայլում, կամ առանց ինձի։ Երբ որ դու որոշում ես Տիրոջ հետ քայլել, Աստված դառնում է քո Աստվածը, սիրելիս։ Գիտեք, շատ ժամանակ կար ահագին վաղուց էր, երբ որ դեռ Քրիստոսին չէի ընդունել որպես Տեր ու Փրկիչ, ես մտածում էի ու վստահ էի դրանում, որ մեգա ես ինչ էլ անեմ, Աստված ինձ սիրում է, Աստված ինձ ներում է։ Ու մի շատ պարզ օրինակ, մի հասարակ օրինակ, ուզում եմ քեզ էլ հարցնեմ, հայրդ քեզ սիրում է։ Ամեն, ով հայր ունեցե, ով որ հայր ունի, հորը տեսել է, գիտի, որ պապան իր փոքր երեխուն սիրում է, միշտ երես է տալիս, բայց հետո հենց մի քիչ սկսում ես մեծանալը, սկսում է դաստիարակելը, ոնց որ թե պապան սկսել է քեզի մի քիչ սիրել, հա, այդպես մի հատ տպավորություն է գալիս, ոնց որ պապան մի քիչ սկսել է ինձ քիչ սիրել, հետո երկրորդ երեխան է ծնվում, ոնց որ պապան սկսել է երկրորդ երեխուն ավելի շատ սիրել, հետո երրորդն է ծնվում, ոնց որ պապան սկսել են երրորդին շատ սիրել, բա որ հանգարց աղջիկ է ծնվում չորրորդը, ոնց որ պապան սկսել է աղջիկան շատ սիրել։ Ու գիտեք հետաքրքիր է, նույն Աստված, ամեն մարդու Աստված է։ Ամեն, նույն Աստված, ամեն մարդու Աստված է, եթե դու ընդունում ես իրան որպես քո Աստված։ Գիտեք, երբ որ Հակոբի որդիները կային, ու երբ որ ծնվել էր արդեն Հովսեփը, տան որպես տան փոքր, Հակոբը Հովսեփին շատ էր սիրում, բայց այն մեծերի համար չէր դատարել հայր եղնելուց։ Բայց գիտես, քանի որ իրանք տենում էին, որ իրանց հայրը փոքրին շատ է սիրում, տան փոքրին շատ է սիրում, արդեն փոքրի հանդեպ էին չարացել։ Փոխանակ գնային իրանց հարաբերությունները իրանց հոր հետ կարգավորեին, մեղավորը փոքրն էր։ Սիրելիս, բայց ուզում եմ քեզ էլ ասեմ, Աստված քո Աստվածն է։
Ամեն։ Աստված քո Աստվածն է։ Եթե ինչ որ կյանքումդ խնդիր կա, քո տան փոքրը կամ քուրդ կամ եղբայրդ կամ փոքր աղբերդ կամ չգիտեմ հարազատդ դրանում մեղավոր չի։ Չգիտես ինչի Աստված ավելի շատ իրան է օրնում, քան թե ինձ։ Չէ, սիրելիս, դենս չի, գնա քո հարցերը կարգավորի Տիրոջ հետ, գնա քո հարցերը երկնքի հետ կարգավորի։ Որտեվ Աստված քո Աստվածն է։ Երբ որ Աստված շեշտում է, ես եմ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի Աստվածը, հենց կոնկրետ շեշտում է մարդկանց ու շեշտում է հատկանիշներ, հա, ինչ որ կարևոր հատկանիշներ կան, որ Աստված այդ հատկանիշները ընտրում է, Տիրոջը դուր է գալիս այդ հատկանիշները։ Աստվածաշունչը հստակ խոսում է, որ Աստված հբարդների Աստվածը չի։ Աստծո խոսքում հստակ ասում է Հակոբոսում ասում է Աստված հբարդներին հագարակ է կենում, արտավաններին հագարակ է կենում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Եթե մեր մեջ գոռոզություն կա, եթե մեր մեջ հբարդություն կա, ասելիս Աստված չի կարա մեր Աստվածը եղնել, որովհետև Աստծո խոսքը ասում է ու Աստվածաշունչը սուրբ չի ասում ու հստակ շեշտում է, որ Աստված հբարդներին հագարակ է կենում։ Չգիտես ինչի, երբ որ կանգնում եմ մեր ազգի համար աղոթելու, Տիրոջ ազգի ապաշխարության համար, այդ հբարդությունը այնքան եմ սենց զգում, այդ հբարդության դևը, մեր հայրս արեք ասենք, որ մի քիչ գոռոզ ազգ ենք, տեղին անտեղին գոռոզանում ենք։ Գիտես, բայց Աստվածաշունչը հստակ ասում է Երեմիա մարգարեությունում, որ գիտես ումով պետք է հբարդանաս, գիտես ումով պետք է պարզենաս, ասում է պարզեցողը թող պարզենա Տիրոջով, որ ճանաչում է ու գիտի, որ նա է Տերը, փառք Հիսուսին։ Հալելույա, մի մարդու Աստված։ Պատկերացնում ես սիրելիս, Աստված երկինքը թողեց մի մարդու համար, իր գունները հով ժամին գալիս էր, որ այդ մարդու հետ շփվեր։ Այդքան որ մարդը իր համար կարևոր էր, այդքան որ մարդու հետ հարաբերությունը իր համար կարևոր էր։ Հետո մարդը որոշեց, չգիտեմ, ուրիշ բաների մեջ ընկնի։ Մարդը որոշեց, որ ինքը իր համար էս ամենը քիչ է, ավելի լավ բան է ուզում, կյանք է ուզում, այս ինչը որ Տերը անում է քիչ է, ու չել հասկանում, որ իր արարքներով Տիրոջից հեռանում է։ Մի մարդու Աստված, հալելույա։ Աստվածաշունչը, երբ որ կարդաս կտենաս, որ երբ որ Աստված ընտրում է Աբրահամին, ընդ Աբրահամը մենակ չէր, Աբրահամը եղբայր էլ ուներ։ Ով է հիշում եղբայր անունը։ Ղովտ։ Գիտեք հետաքրքիր ինչն է սիրելիս, երբ որ Աստված ասում է ես եմ Աբրահամի Աստվածը, չի ասում ես եմ Ղովտի Աստվածը։ Բայց Աբրահամի համար Աբրահամի խատեր, հա սենց ասեմ, Աբրահամի խատեր Ղովտին լիքը փորձանքներից ազատում, որովհետև Աստված Աբրահամի հետ ուխտ ուներ արած, որ օրնելու է իր սերունդը։ Երբ որ ծնվեց մարդկային սխալ գործունով, մարդկային միջամտությունով ծնվեց Իսմայելը Հագարից, գիտես, Աստված չասեց ես եմ Իսմայելի Աստվածը, բայց Աստված հոգ տարավ, չթողեց այդ երեխային, բայց Աստված ասավ ես եմ Իսահակի Աստվածը, խոստմունքի որդին, որի համար որ Տերը խոստացել էր, ես եմ Իսահակի Աստվածը։ Երբ որ Աստված ասում է ես եմ Հակոբի Աստվածը, գիտեք, ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ, Աստված պետք է ասեր ես եմ Եսավի Աստվածը, որովհետև օրնությունը առաջնեգությունով էր փոխանցվում, այն վաղտ ուրիշ էր, սիրելիներս։ Իսահակը պետք է օրներ Եսավին ու առաջնեգությունը վերցներ Եսավը, բայց գիտեք ինչ տեղի ունեցավ։ Եսավը անհարգեց իր առաջնեգությունը։ Եսավը չգնահատեց այն ինչը որ ուներ, ու մի աման, մի բաժին ոսպով ճաշով ինքը իր առաջնեգությունը ծախեց, ու Աստվածաշունչը երբ որ կարդաս, այնտեղ չի ասում ես եմ Աբրահամի, ես եմ Իսահակի, ես եմ Եսավի, ես եմ Հակոբի Աստվածը, չի ասում է ես սիրեցի Հակոբին եւ ադեցի Եսավին։ Գիտեք ինչի համար, որովհետեւ Հակոբը անհարգեց առաջնեգությունը, ինչը որ Աստծո համար կարևոր էր, բայց Հակոբը գնահատեց դա, սիրելիս։ Գիտես սա ինչ է նշանակում, որ Աստված անշնորհակալ ու դժգոհ մարդու Աստված չի։ Աստված անշնորհակալ մարդու Աստված չի։ Ինչ անում ես էլի դժգոհ է, ինչ անում ես վադեսի սենց է դե հիմա պետք է առաջնեգությունը որ սոված եմ էլա մի աման մի բաժին ճաշ տվեք, այս առաջնեգությունը եղնի ձեզ։ Աստված դժվարության մեջ հանձնվողների Աստված չի։ Ինչ մի հատ դժվարություն չէր հանդիպել, ուղղակի սովածացել էր, սիրելիս։ Ուղղակի սովածացել էր։
բայց Աստված որոշման մարդու Աստված է։ Աստված իրեն հուսածողի, ապավինողների ու իրեն Տեր ու Փրկիչ ընդունողների Աստված է։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Եկեք միասին մի տեղ կարդանք։ Մի շատ կարևոր տեղ։ Սիրելիս, ուզում եմ քեզ մի հատ բան ասեմ։ Ով է տեսել, երբ որ չնայած բոլորս է տեսել ենք, ուզում եմ հարցնեմ, WhatsApp-ով ձայնային հաղորդագրություն ուղարկում ես թե չէ հեչ։ Ձայնային հաղորդագրություն WhatsApp-ով ուղարկել ես ինչ-որ մեկին։ Հիմա պատկերացրու մի հատ տեսարան, WhatsApp-ով ձայնային հաղորդագրություն ես ուղարկում, այսինքն սեղմում ես ու չես խոսում։ Այսինքն սեղմում ես ու չես խոսում։ Հետո որ սկսում ես խոսալ, հենց որ սկսում ես խոսալ, սենց հետաքրքիր տադանումներ է, չէ՞ եղնում։ Այսինքն հետաքրքիր տադանումներ է եղնում։ Որ սկսում ես խոսալ, բարձրանում իջնում, բարձրանում իջնում, բարձրանում իջնում։ Ու երբ որ ես տեսա հետաքրքիր հայտնություն Տերը տվեց ինձ։ Հիմա կխնդրեմ, պատկերացրու, երբ որ դու գնում ես հիվանդանոց, ու սրտի աշխատանք ես տենում։ Երբ որ սրտի աշխատանք է, այսինքն բարձրանում իջնում է, բարձրանում իջնում է, բայց ուզում եմ հիմա մի հատ մեռած մարդու սրտի աշխատանքը տենաս։ Մեռած մարդու սրտի աշխատանք, այսինքն սենց կանգնած է, գիտես, չէ՞։ Մեռած մարդու սրտի աշխատանք է։ Բայց հենց Աստված խոսում է, ստեղ խոսալու է Աստված։ Հա, բայց հենց Աստված խոսում է, սիրելիս։ Տեսեք ինչ է տեղ ունենում։ Հենց Աստված խոսում է, մարդու սիրտը սկսում է աշխատել։ Սիրելիս, ուզում եմ քեզ ասեմ, եթե Աստված իմ ու քո կյանքում չի խոսում, եթե Աստվածաշունչը, Աստված իմ ու քո համար չի խոսում, մենք նման ենք հոգևոր դիակների։ Երբ որ մենք Աստծո խոսքով չենք ապրում, երբ որ Աստվածաշունչը իմ ու քո կյանքի համար չի խոսում, ինչ որ մեկը ոնց որ sense պրոստը play է տվե, sense սխմել է ու sense միապաղաղ գնում է։ Հենց միապաղաղ գնում է, բայց ոչ Աստծո ձայնն են լսում, ոչ Աստված խոսում է իրանց հետ, ոչ էլ ինչ որ բան է կատարվում իրանց կյանքում։ Հիմա կասես Հովիվ ջան, չկա դες բան։ Հիմնավոր եմ։ Աստվածաշունչը ամենաուժեղ հիմքն է, սիրելիս, իմ ու քո հիմքն է, ինչի համար որ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասեց. Ես եմ վեմը։ Եվ այդ վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն կարա հաղթեն նրան։ Ամեն։ Հիմա տեսեք մի բան ասեմ։ Հալելույա։ Ծննդոց 45-րդ գլուխ 25-րդ խոսքից։ Նախաբանը սա էր։ Եղբայրները Հովսեփին ծախել էին, Հովսեփը չկար։ Ու Աստվածաշունչը, որ կարդաց, ոչ միտեղ չկա գրված, որ Հակոբը զոհաբերություն աներ, զոհ աներ, կամ առանձնանար աղոթքի, ոչ միտեղ չկա գրած, սիրելիս, ոչ միտեղ դու չես գտնի, որ Հակոբը ինչ-որ զոհաբերություն էր անում, դատարել էր Աստծուն հուսալուց, դատարել էր անձնական աղոթքի կյանք ունենալուց, դատարել էր մարդ, ով որ իր եղբորից փախավ, գլուխը դրեց քարի վրա ու ասավ, այ որ ինձի պահես, ամեն ինչից 10-րդ կդամ, առաջի մարդն էր, որ 10-րդ բառը շեշտում է, այ որ ինձի պահես, ես ամեն ինչից 10-րդ կդամ, որ պահես, ես ամեն ինչից 10-րդ կդամ, ու գիտեք հետաքրքիր ինչն է, սիրելիս, եկավ մի պահ, մի հատ շատ կարևոր պահ, կուզեմ ես այստեղ իրար հետ կարդանք, Ծննդոց 45-րդ գլուխ, 25-րդ խոսքից, երբ որ եղբայրները վերադարձան Եգիպտոսից, եւ նրանք Եգիպտոսից ելան եւ դեպի Քանանի երկիրը իրենց հայր Հակոբի մոտ գնացին եւ նրան պատմեցին ասելով. Հովսեփը տակավին ողջ է եւ նա իշխում է Եգիպտոսի բոլոր երկիրը եւ նրա սիրտը նեղվեցավ, որովհետեւ չհավատաց նրանց։ Հիմա ուզում եմ քեզ մի բան ասեմ, երբ որ մեկը գալիս ասում է, քո խնդրի համար ելք կա, սիրելիս, քո խնդրի համար ելք կա, Հիսուսը, սիրելիս, մեր Տեր Հիսուս Քրիստոսը իմ ու քո համար խաչվել է, մահացե ու հարություն առել, այրան հավատա, իր միջոցով ելք կունենաս, Տերը քո կարիքները կհոգա, ու գիտես ինչ ա եղնում, ասում եմ, աղբորպես հարգելի, լավ էլի, հա, անենց ես էլ եմ գնում մոն վառում, ես էլ եմ, հա, դե ես ինչքան պետք է հավատանք, աղբեր։ Մեր եղբայրներից մեկը աշխարհից մի բան պատմեց, երբ որ Քրիստոսի մասին եղբայրներից մեկը իրան վկայում էր, ասում է, աղբեր եկավ կարճան, Աստծո մասին պատմեց, ասինք հələ հոп, հələ սպասի, ասում է, ասենց զարմացավ,
նստի, մի բաժակ հետներս խմի, ինչ կան պետք է հավատանք։ Բայց գիտես իրականությունը դենս չի սիրելիս։ Այստեղ Աստվածաշունչը խոսում է, որ Հակոբը չհավատաց եւ շարունակությունը տեսեք ինչ է ասում։ Եվ նրան պատմեցին Հովսեփի բոլոր խոսքերը, որ իրենց ասել է, եւ երբ որ տեսավ Հովսեփի ուղարկած կարգերը, որ իրեն տանեն, այն ժամանակ իրենց հայր Հակոբի հոգին կենթանացավ։ Գիտես ինչ է տեղի ունենում։ Իրենց հայր Հակոբի հոգին կենթանացավ։ Չեք լսում։ Հալելույա։ Սիրտը սկսեց աշխատել։ Այսենց գնում էր, այսենց գնում էր։ Բայց հենց Աստված խոսած, հենց որ ասավ, հենց որ տեսավ, հենց որ Աստծո հրաշքը տեսավ, հոգին կենթանացավ։ Գիտես ինչ եկան իր որդուն հայտնեցին։ Գիտես ինչ եկան ներողություն Հակոբին հայտնեցին։ Բարի լուր, սիրելիս։ Եկան բարի լուր տվին։ Ասին, որդիդ կենթանի է։ Այսօր քեզ բարի լուր ունեմ ասելու։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը կենթանի է, սիրելիս։ Ու այդ բարի լուրն է, որ իմ ու քո մեռած հոգիներին կյանք է տալիս։ Հալելույա։ Իմ ու քո մեռած հոգիներին սիրելիս կյանք է տալիս։ Ու Հակոբի հոգին Աստծո խոսքը ասում է կենթանացավ, եւ Իսրայելը ասեց, բավական է, հերիկը։ Էլ բան չեմ ուզում լսեմ։ Իմ որդին Հովսեփը տակավին կենթանի է եւ գնամ մեռնելուց առաջ տեսնեմ նրան։ Ծննդոց 46-րդ գլուխ առաջին խոսքից։ Եվ Իսրայելը իր բոլոր ունեցվածքով ճանապարհ ելավ եւ Բերսաբե եկավ իր հոր Իսրայելու Աստծուն իր հոր Իսահակի Աստծուն զոհ մատուցանելու։ Եվ Աստված գիշերվա տեսիլքի մեջ խոսեց Իսրայելի հետ եւ ասեց. Հակոբ, Հակոբ, եւ նա ասեց. ահա ես։ Եվ ասեց. ես եմ Աստվածը, քո հոր Աստվածը, մի վախենար Եգիպտոս իջնելու, որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու, ես քեզ հետ Եգիպտոս կիջնեմ, նաեւ անպատճառ կհանեմ եւ Հովսեփը կդնի իր ձեռքերը քո աչքերի վրա։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Մի մարդու Աստված։ Գիտես, ուզում եմ մի հատ իրար հետ նայենք Հովսեփի կյանքը ու Հակոբի կյանքը։ Ուզում եմ ուշադիր նայես Հովսեփի կյանքը ու Հակոբի կյանքը։ Ուզում եմ հիմա նայես Սատանայի ուրախությունը։ Մինչև Հակոբի հոգին կենթանալը ուշադիր ես, ինք ասում էր ջան, հանձնվել է։ Հակոբը հանձնվել է։ Մնաց Հովսեփը։ Մնաց Հովսեփի հախից կամ ու այս ամեն ինչի վերջը կգա։ Բայց նայեք Հովսեփին, ուր ուզում եղներ չէր անձնվում։ Որտեղ ուզում եղներ չէր անձնվում։ Ուր ուզում եղներ Աստված իր հետ էր, սիրելիս։ Ուր ուզում եղներ, ուր ուզում գնար։ Ինչ իրավիճակի մեջ ուզում անկախ իր կամքից հայտնվեր, ինքը չէր անձնվում։ Գիտես, Աստված, նույն Աստված Հակոբի Աստվածն էր, նույն Աստված Հովսեփի Աստվածն էր։ Ուզում եմ քեզի ասեմ, կապ չունի, ինչ դժվարության մեջով ես անցնում, եթե Տերը քո հետ է, եթե Տերը քո Աստվածն է, խնդրում եմ, չհանձնվես հանկարծ։ Չհանձնվես։ Հալելույա։ Ելից 3-րդ գլուխ։ Մի մարդու Աստված։ Ելից 3-րդ գլուխ։ Աստված մի մարդու անդրում իր գործերի համար, գիտես։ Մի մարդու է անդրում։ Ու այդ մարդը դու ես։ Այդ մարդը ամեն մեկս ենք։ Չասես, դե այդ մարդը Աստված իմ ամուսնուն տվել է տան քահանա,
Всё, այդ մարդը իմ տան քահանան է։ Քո ամուսնուն տվել է որպես տան քահանա, բայց հարևանների թե դու ես կոֆե խմում։ Հարևանների թե դու ես կոֆե խմում։ Ու Աստված քո Աստվածն է, ու հենց քո միջոցով ուզում է հարևաններիդ կյանքը փոխի։ Հենց քո միջոցով ուզում է Աստված քո կյանքը փոխի։ Ելից 3-րդ գլուխ 3-րդ խոսքից մորենին վառվում է ու չի անգնում։ Մորենին վառվում ու չի անգնում։ Եվ Մովսես ասեց. «Մեկ դառնամ ու տեսնեմ այս մեծ տեսարանը, թե ինչու համար մորենին չի այրվում»։ Եվ Եհովան տեսավ, որ նա դարձավ տեսնելու եւ Աստված մորենի մեջից կանչեց նրան եւ ասեց. «Մովսես, Մովսես», եւ նա ասեց. «Ահա ես»։ Հալելույա։ Ուզում եմ այստեղ կանգ առնենք իրար հետ։ Երբ որ Աստված կանչեց Հակոբին, Հակոբ ասեց ահա ես, ու Աստված խոսաց։ Երբ որ Աստված կանչեց Մովսեսին, Մովսես ասավ ահա ես։ Երբ որ Աստված կանչեց Սամուելին, Սամուելը ասեց ահա ես։ Աստված մի մարդու Աստված է, սիրելիս։ Հիմա պատկերացրու մի տեսարան։ Մի տան մեջ հեղին քահանան իր որդիներով ու մանուկ Սամուելը, բայց Աստված խոսում է, մենակ Սամուելն է լսում։ Գիտես ինչի, Աստված մի մարդու Աստված է։ Աստված ամեն մարդու հետ յուրովի է խոսում։ Աստված խոսեց, Սամուելը լսեց։ Եկավ հեղին ասում է կանչել ես, դու չի այ բալա ինչ կանչել, գնա քնի։ Երկրորդ անգամ եկավ կանչել ես ինձ, երբ որ Աստված կանչում էր Սամուել, Սամուել։ Հեղին ասեց, չէ, չեմ կանչել։ Երբ որ երրորդ անգամ եկավ, հասկացավ ինչ է կատարվում, որ Աստված խոսում է Սամուելի հետ։ Ասավ, երբ որ կանչի, ասա ահա ես Տեր, ծառատ լսում է, խոսիր ինձ հետ։ Ու երբ որ Աստված խոսեց, կանչեց Սամուելին, Սամուելը ասեց ահա ես, եւ Տերը խոսաց։ Սելիս եւ Տերը խոսաց, երբ որ խոսում է, բան է փոխվում։ Վերելքներ, վայրեջքներ, վերելքներ, վայրեջքներ, մինչև Աստծո խոսալը ամեն մեկի կյանքը, մինչև մարդը մի Քրիստոսին, մինչև Տեր ու Փրկիչ ընդունել, այսենց ուղիղ գծով գնում է, ոչ մի փոփոխություն չկա իր մոտ։ Նույնիսկ ասեմ, Սատանայի համար էլ հետաքրքիր չի, վտանգ չի ներկայացնում։ Որտեղ ասենց արդեն իրանն է, ասենց ուղիղ գնում է։ Հենց մեկ ինչ որ միտեղ վկայություն կամ ինչ որ մի բան կլսի, կամ YouTube-ով Reels կտենա, short կամ Reels, չգիտեմ որն է։ Մեկ հենց էս մի թեթև սիրտը սկսի աշխատել, Աստված սկսի հետը խոսալ։ Սատանան կասի թերթի դրանց հետ գործ ունես։ Կթերթի ու այդ սրտի բաբախանցները կանցնի նորից սենց ուղիղ գծով, գիտես, ու վերջ բրծավ։ Բայց ուզում եմ ասեմ, Աստված մեռելների Աստված չի։ Հալելույա։ Մատթեոս ավետարանում հստակ գրված է, երբ որ Աստծո խոսքը խոսում է Աբրահամի, Իսահակի ու Հակոբի համար, ասում է, լսեք այդ մարդկանց, որ ասել եք, որ հիմա մեր հետ չեն, որ դուք մտածում եք մեռել են, չեն մեռել, Տիրոջ մոտ են, որտեղ Աստված մեռելների Աստված չի, սիրելիս։ Ու Աստված, երբ որ խոսում է, Աստված մեռելների հետ չի խոսում, Աստված խոսում է, որ դու մեջ կյանք գա։ Հալելույա։ Ելից 3-րդ գլուխ 5-րդ խոսքից։ Եվ ասեց. այստեղը մի մոտենար, կոշիկները թանիր ոտքերիցդ, որովհետև այնտեղը, որի վրա դու կանգնել ես, սուրբ երկիր է։ Նաև ասեց. ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը։ Եվ Մովսեսը իր երեսը ծածկեց, որովհետև վախեցավ Աստծուն մտիկ տալուց։ Հալելույա։ Գիտես շատ հետաքրքիր է, ասում է, ուզում ես իմանալ ով է քո հետ խոսում։ Այն Աստվածը, որ համ քո հոր Աստվածն է, համ Աբրահամի Աստվածն է, համ Իսահակի Աստվածն է, համ Հակոբի Աստվածն է։ Եթե կուզես կդառնամ նաև քո Աստվածը։ Չի պարտադրում, սիրելիս։ Կուզես կդառնամ քո Աստվածը։
Չես ուզում։ Ընտրությունը քոնն է։ Աստված ասում է, քո առաջ դնում եմ բարին ու չարը։ Ու խորհուրդ է տալիս, բարին ընտրի, կյանքն եմ ընտրում։ Կյանքն ու մահը, ընտրի կյանքը, որ ապրես։ Մի տեղ եք արտանք իրար հետ սիրելիս։ 3-րդ Հակավորաց 17-րդ գլուխ, ես սիրում եմ այս տեղը։ Այս տեղից ես շատ եմ քարոզել, շատ զոհաբերություն եմ խոսացել մի որբի վայրի կնոջ համար։ Աստվածաշունչը, որ կարդում ես, կարդաս այստեղը յուրահատուկ ցնծում է։ Մարդը մեռել է, ոչ մեկ չունի, մնացել են ինքն ու իր երեխեն, ուտելու ոչ մի բան չունի, ու Աստծուն կանչում ու Աստված պատասխանում է, սիրելիս։ Գիտես, երբ որ ասում է, Տեր, խնդրում եմ, օգնի ինձ, տես ուտելու բան չունեմ, ոչ մի բան չունեմ ես, չեմ կարա ոչ մի բանի մասին հոգ տանեմ։ Մեկ Աստված ասում է, այդ չունեցածը տեղը, այդ որ հələ չունես, այն որ մի փոքր ունես, ավելին ասեմ, հեսա մարդ կղրգեմ կկերագրես։ Ու դու սեն շոկի մեջ ես, ոնց, ես ասում եմ հոգ տար որ չմեռնեմ, դու ասում ես այդ մի փոքր հաց ու պաներից բաժին հանի, հեսա մարդ եմ ուղարկելու կկերագրես։ Ու Աստվածաշունչը խոսում է 3-րդ Հակավորաց 17-րդ գլուխ 8-րդ խոսքում հետևյալ խոսքն ասում է, Աստված խոսում է Մարգարետ, ասում է, վեր կաց գնա Սիլովանի Սարեփթան, ես այնտեղ մի որբևայրի կնկա հրամայել եմ, որ քեզ կերագրի։ Հալելույա։ 10-րդ խոսքում ասում է, եւ նա վեր կացավ, գնաց Սիլովանի Սարեփթան եւ այնտեղ նստեց։ Ու գիտես, երբ որ տեսավ այդ կնոջը, Աստվածաշունչը ասում է, ինձ տեսավ այդ կնոջը, խնդրեց, որ իրան ջուր տա, եւ երբ որ գնաց ջուր բերելու, ասավ, իմ համար մի շոտել ուտելու բան բեր, մի փոքր ուտելու բան բեր։ Ու կինը գիտես մի հատ կարևոր բան է ասում. կենթանի է քո Տեր Աստվածը։ Գիտես ինչ է նշանակում։ Երբ որ մարդը քո ականջի տակ խոսա, դու կլսես։ Ամեն, որտեղ այդ նույն Աստված, երբ որ այդ կնոջն էր հրամայել, նույնն էլ Մարգարեին, նույնը Եղիային էր ասել, կհելնես կգնաս, ու այս կնոջ համար էլ ուրիշ վկայություն պետք չէր, ասավ կենտանի է քո Տեր Աստված։ Մեր Աստված կենտանի Աստված է, սիրելիս։ Հալելույա։ Ասում դե գնա։ Կենտանի է քո Տեր Աստված։ Ես մի փոքր ալյուր ունեմ, մի փոքր յուղ ունեմ, մի քանի կդոր փայտ ունեմ, հիմա գնում եմ ժողովեմ, որ ես ու իմ որդին ուտենք ու մեռնենք։ Ելք չկա, ես ուրիշ ելք չեմ դնում, էսա։ Բայց Աստված մի մարդու Աստված է, սիրելիս։ Նույն Աստված ոնց որ Եղիայի համար է հոգ տանում, այդենց է որբևայրի համար։ Դենց է որբևայրի համար, դու չմտածես, հատե ես ինչ եմ անում, որ եթե հույսդ ու ապավենդ Տերն է, Աստված քո Աստվածն է։ Հույսդ ու ապավենդ, եթե Տերն է, Աստված քո Աստվածն է։ Ես բան չունեմ, ես ունեմ, ասում չվախենաս։ Ես իմ Տիրոջը գիտեմ, հենց ընես տեղը չի իմ Տերը ինձ ուղարկել։ Եթե ինձ ուղարկել է ստեղ, ուրեմն քո համար մի հատ մեծ օրհնություն ունի պատրաստած։ Սիրելիս, եթե Աստված քո կյանքի քո հետ խոսում է, քո կյանքում բան է ասում, իմացի Աստված այդ մեծ գործ ունի, մեծ գործ ունի։ Ու այն ինչը որ խոսում է, քո համար օրհնության ճանապարհ է։ Եթե կանգնես այդ խոսքի վրա, եթե վերցնես այդ խոսքը, ու այդ խոսքը դառնա քո համար փարոս, ու ապրես այդ խոսքով, ինչը որ Տերը քեզի ասել է։ Եվ կինը գնաց, արեց այնպես, ինչպես որ Մարգարեն էր ասել, որտեղ Մարգարեն գիտեք ինչ ասեց, ասավ այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը, գիտես որ Իսրայելի, այն որ Հակոբ, այն որ հասում էր է, այդ Հակոբին Աստված Իսրայել ասում, այսենց ասում Հակոբի Աստվածը, այսենց ասում իմ ու քո Աստվածը, այսենց ասում քո Աստվածը, որին որ դու հուսածած ես, որ կջուջիցդ ալյուրը պետքա չպագասի, սապորիցը տե յուղը, մինչև որ Աստված անձրև կտա այս երկրի վրա։ Մեր եղբայրը նոր խոսում էր, հա չորությունից, մինչև որ Աստված անձրև կտա երկրի վրա։ Եվ ասում նա գնաց արավ Մարգարեի ասածի պես եւ ինքը կերավ եւ իր տունը կերավ բավական։
Բավական գիտես ինչ է նշանակում հերիք է, այն բոլը, էլի հերիք ու բոլ, այնքան որ Աստված իր ասածին, այնքան կերավ, մինչև որ Աստված ինչը որ ասել էր արավ, մինչև որ Աստված անձրև տվեց։ Աստված ելիս մի մարդու Աստված է, դու կարաս 100 հոգով գաս, գնաս ծառայության, 1000 հոգի գնան ծառայության, բայց բժշկության ծառայություն եղնի, ավետարանչության ծառայություն եղնի, հրաշքների ծառայություն, բայց չգիտես ինչի մեկը բժշկվի։ Ասենց զարմանաս, ոնց խի հենց այդ մեկը, որտեվ Աստված մի մարդու Աստված է։ Կասես հիմա Աստված գալիս է մեկին բժշկելու, Աստված բժշկում է նրան, ով որ մի ուրիշ տեսակ է Տիրոջը կմնում։ Ծանոթ բան եմ ասում։ Երբ որ մի ուրիշ տեսակ է Աստված կմնում։ Մի ուրիշ տեսակ Աստված կբավ, Աստծուն կբավ։ Մի քույրիկ 12 տարի հիվանդության մեջ գնում է Քրիստոսի հետևից, Քրիստոսի հանդերձի ծայրին կբնելու։ Ուշադիրես, լիք մարդ կա, լիք, այնքան որ էլ տեղ ու դատար չկա, լիք մարդ կա։ Ու կբնում է Քրիստոսի հանդերձի ծայրին։ Պատկերացնում ես լիք ժողովուրդ է։ Ու Տերը շուռ է գալիս ասում է ով կբավի իմ հանդերձին։ Ով կբավ իմ հանդերձին։ Աշակերտներ ասում են Տեր, այսքան մարդ կա այստեղ ու դու հարցնում ես ով կբավ քո հանդերձին։ Ասավ մեկը ուրիշ ձև ինձ կբավ, որտեվ ինձանից զորություն դուրս եկավ։ Ուշադիր ես։ Մի մարդու Աստված է։ Լիքը մարդ գնում էին Քրիստոսի հետևից։ Լիքը մարդ գալի գնում էր Քրիստոսի հետևից։ Շատ։ Բայց մեկը կբավ։ Հիսուսը շատերին գիտեր ով ինչի խատեր է գալիս։ Վայ Հիսուս ջան, ուր էիր, ջուրը անցանք քո հետևից եկանք, գնացել էիր ուրիշ քաղաք մենք քո հետևից եկանք, Հիսուս ասում է գիտեք խի եկաք, որտև կերակ ու կշտացաք, ուդելու համար եք եկե, հավատք չկա։ Աստծո խոսքը ասում է բայց առանց հավատքի անկարելի է գոհացնել Տիրոջը։ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա։ Ես չեմ ասում, Աստծո խոսքն է ասում։ Աստծուն մոտեցողը պետք է հավատա, որ նա կա։ Ու մի հատ կարևոր բան էլ ասեմ։ Ու պետք է հավատա, որ նա կարա։ Պետք է հավատա, որ նա կարա։ Թե չէ սա ու որ հային հարցնես, ամեն երկրորդը ասում է հա գիտենք որ Աստված կա, ով չի հավատում Աստծուն, հավատում են։ Դևերը մի քայլ առաջ են գնացել դրա մեջ, համ հավատում են, համ է սարսափում, համ էլ սարսափում։ Բայց այդ 12 տարվա տերատես կինը կբավ։ Ու գիտեք ինչ տեղ ունեցավ։ Տերը շուռ եկավ ասավ. քո հավատքը քեզ ապրեցրեց։ Այդ կինը դարավ Քրիստոսի դուստրը եւ Քրիստոսի իր Տերը։ Աստված մի մարդու Աստված է։ Հալելույա։ Աստված մի մարդու Աստված է, սիրելիս։ Աստված քո Աստվածն է։ Հալելույա։ Այստեղ տենում ես օծման յուղ ադրած։ Ծառայության վերջում բաժանելու ենք։ Այս յուղը արդեն օրնած է, աղոտած մեր ավակ հովի գորի կողմից ու հրճակված որպես օծման յուղ։ Ու երբ որ գազ վերցնես, հիշի, որ Աստված քո Աստվածն է, ու հենց քեզ է օգտագործելու շատերի կյանքում հրաշք անելու համար։
Որ գաս չասես, դե ամուսինս վերցրել է, մի ժամանակ որոշել ենք, քանի որ յուղը քիչ էր, որոշում ենք գոնե ամեն ընտանիքին մի հատ տանք, բայց հիմա այնքան է Տերը տվել առադորեն այնքան է տվել, որ ամեն մեկը յուրահատուկ, ամեն մեկը յուրաքանչյուրը կարակ վերցնեք, գիտես, sense վերցնես ու ասես Աստված, իմ Աստվածն է, ու գնաս անես այն, ինչի համար որ Տերը քեզի կանչել է, սիրելիս։ Գիտես ինչ անես, գնաս օրնես, աղոթես հարևաններիդ համար, բարեկամներիդ համար, գնաս հիվանդների համար աղոթես, հավատքով հրճագես, որովհետև գիտես Աստված մեծ գործ ունի անելու։ Երբ որ Մովսեսին ասեց իմ ժողովուրդը չարչարվում է, ես տենում եմ ինչի մեջով են անցնում, Մովսեսն ասավ ես, հա, հենց դու Մովսես, այ հենց դու, որ մեջդ այդ կասկածը չեղնի, սիրելիս, հենց դու Մովսեսը կասկածեց, հա, ես չեմ կարա, դու չես կարա, ճիշտ ես ասում, որտև անողը դու չես, ես եմ, մենք չենք կարա, սիրելիս, անողը մենք չենք, Տերն է, հալելույա, Աստված, մի մարդու Աստված է, սիրելիս, ու այդ մի մարդը դու ես, կարաս հավատքով ասես, այդ մի մարդը ես եմ, հալելույա, մի մարդու Աստված, Տերն հենց հետաքրքիր տարավ, սիրելիներս, ես հիանում եմ Սուրբ Հոգու առաջնորդությունով, ինձանից պատրաստվել է ասնում, ես պատրաստվում եմ, բայց Տերը տանում անենց ոնց որ ինքն է ասում, հալելույա, արի ոտի կանգնենք, Սելիս ես ծառը տենում ես, այստեղ երևի բոլորիս մատնահետքերը կան, եթե չես հասցրել քո մատնահետքը տնես, այս Քրիստոս վեմն է, սիրելիս, Քրիստոսի վեմի վրա կառուցված է, ամեն, ու եթե չես հասցրել քո մատնահետքը տնես, ծառայության վերջում կմոտենաս մեր քույրի գնդեղ կանգնած կեղնի ու քո մատնահետքը անպայման կդնես, եթե քեզ համարում ես այս հարս եկեղեցու անդամ, ամեն, քո մատնահետքը կդնես, որ հետո սենց տարիներ հետո նայենք ու հասկանանք, որ մեզ ես մի ծառը փոքր է, մեզի մեծ ծառ է, պետք է ասեմ, տոհմածառ, ու այդ տոհմածառի մեջ էլ Աստված եղնի ամեն մեկի Աստվածը, փառք Հիսուսին։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին, դու օրհնված ես։ Հալելույա։ Ուզում եմ հարցնեմ, կա մարդ, որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է։ Եթե այստեղ ես, խնդրեմ ձեր բարձրացնես, ողջունենք քեզ։ Եթե դու նման եկեղեցի ընդհանրապես չես եղել։ Հալելույա։ Տերը ձեզի շատ օրհնի, հալելույա, Տերը ձեզի շատ օրհնի, փառք Հիսուսին, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ես ձեզ առաջ չեմ կանչի, սիրելիներս, ես ձեզ առաջ չեմ կանչի, բայց ես կխնդրեմ, որ իմ հետ աղոթեք ապաշխարության աղոթք, ամեն, ասես Հիսուս ջան, ինչ արե չեմ արե, խնդրում եմ ներես ինձ, ինչ արե չես արե, խնդրում եմ կներես ինձ, ինչ արե չեմ արե, խնդրում եմ ների, ամեն, ու ուզում եմ կյանքս քո հետ ապրեմ, ուզում եմ ոչ թե եղնես պապայի ու մամայի Աստվածը, եղնես հենց իմ Աստվածը, ամեն, սիրելի համացանցով դիտողներ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, եթե դու ես քարոզը նայեցիր, ու Աստված քո համար դեռ քո պապայի ու մամայի Աստվածներ, թող Աստված դառնա քո Աստվածը, արա այս աղոթքը իմ հետ, կրկնի իմ հետ ու Քրիստոսին ընդունի որպես Տեր ու Փրկիչ, խնդրեմ փակես աչքերդ ու իմ հետ ասես, երկնային Արքա, ես գալիս եմ քո առաջ, Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար ես աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար, երրորդ օրը հարություն առար, ինձ մեղքերից ազատելու համար, խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ, և մկրտես ինձ քո Սուրբ Հոգով, այսօրվանից, ես իմ կյանքը քեզ եմ տալիս, դու ես իմ Տերը և իմ Աստվածը, եկ և թագավորի իմ կյանքում, հանուն Հոր
եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Փառք Հիսուսին, սիրելիս։ Աստվածաշունչը ասում է, երբ որ մեկը սաղոտ կանում է, հրեշտակները երկնքում բար են գալիս։ Մեր հովիվն է սիրում այս արտահայտությունը, շատ եմ սիրում հովի տարբերակ, որ ասում է, երբ որ հայն է սաղոտ կանում, հրեշտակները երկնքում քոճարի են բարում։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։ Հիմա կխնդրեմ, որ պարզես ձեռներդ ու աղոթենք, որ ամեն անեծք, ամեն գիրու թուղթ քանդված եղնի մեր նորահոգիների ու մեզ համացանցով դիտողների կյանքից։ Տեր քո առաջ են բերում Տեր իմ Աստված, ամեն քուր ու աղբորս Տեր, ովքեր հենց նոր Տեր ջան ընդունեցին քեզ որպես Տեր ու Փրկիչ Տեր։ Հիսուս Քրիստոսի անունով Տեր, թող քանդված եղնի ամեն անեծք, ամեն սխալ խոսք, ամեն գիրու թուղթ, ամեն ժառանգական հիվանդություն ու ժառանգական անեծք, ամեն իմ քուր ու եղբոր կյանքից Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր իմ Աստված, խնդրում եմ քո օրհնությունները Տեր իրանց կյանք Տեր։ Ես խնդրում եմ Տեր իմ Աստված, որ դու գրգես իրանց Տեր ու տանես Տեր։ Օրհնում եմ իմ քուր ու եղբայրներին Տեր ու հանձնում եմ քո սուրբ ձեռքերի մեջ Տեր, ամենաաբահով տեղը Տեր, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, սիրելիներս, դու օրհնված ես։ Ամեն։ Աստված մի մարդու Աստված է, ու այդ մարդը դու ես։ Ամեն։ Հալելույա։ Խնդրեմ պարզես ձեռներդ, վերցնես օրհնությունը, փառաբանենք, հետո կգնանք իրար հետ հյուրասիրություն կընդունենք ու կշփվենք։ Խնդրում եմ չշտաբես։ Ամեն։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը թող ձեր հետ եղնի ողջ շաբաթվա ընթացքում։ Գնացեք խաղաղությամբ։ Ամեն։